Բարև ձեզ։ Դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։ Այսօր իմ հյուրը Լիլիթն է Պապիկյան։ Լիլիթը կորպորատիվ հոգեբան է, դասընթացավար է, լեզվաբան է, մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ է, այսպես շատ մասնագիտությունների տեր անձնավորություն է եւ ամենակարևորը լավ մարդ է։ Լիլիթ ջան, ողջույն։ Ողջույն Վարդուհի ջան։ Այդ բազմազբաղ գրաֆիկիդ մեջ ժամանակ գտնելու եւ ինձ հյուր գալու համար մեծ շնորհակալություն եմ քեզ հայտնում։ Ես եմ շնորհակալ հրավերի համար։ Իրականում որքան բազմազբաղ ես լինում, այնքան շատ ժամանակ ես ունենում։ Այո, եւ ամեն դեպքում ամեն առաջնայնությունների մասին է, կարծում եմ։ Լիլիթ ջան, քանի որ շատերը ձեզ ճանաչում են, որովհետև ակտիվ եք նաև սոցցանցերում, ես ուզում եմ այսօր բացահայտենք Լիլիթին մի այնպիսի կողմից, որից շատերը չեն ճանաչի։ Եվ ուզում եմ մեր խոսակցությունը, մեր հարցազրույցը սկսել մանուկ Լիլիթից։ Եկ հիշենք մանուկ Լիլիթին, փոքրիկ տարիքում Լիլիթը ուներ երազանքներ, ինչով էր սիրում զբաղվել, մի փոքր կխնդրեմ պատմեք այս մասին։ Շատ լավ։ Կարծում եմ երևի թե 3 տարեկանից սկսած եմ կարողանում ինչ-որ բաներ հիշել, մնացածը կարող եմ պատմել պատմածի հիման վրա, բայց ունեի երազանքներ։ Յուրաքանչյուր անգամ, երբ ինձ գտնեի խաղալիս, իսկ ես շատ էի սիրում միայնակ խաղալ, ես միշտ ունեի տիկնիկներ, ում դասավանդում էի, ում ինչ-որ բաներ էի սովորեցնում, եւ իմ երազանքը մանկուց 2 բաներ՝ դառնալ մանկավարժ կամ մանկապարտեզի դաստիարակչուհի։ Իմիջիայլոց ես մանկապարտեզ գնացել եմ շատ ուշ եւ շատ կարճ, բայց չափազանց շատ երազել եմ լինել մանկապարտեզում։ Ամեն դեպքում իմ օրը հիմնականում այդ երեխաներից հետ էր անցնում, նույնիսկ հիշում եմ, երբ դաշնամուր էի գնում, արդեն 8 տարեկան էի, երեխաներից դաշնամուր նվագել էի սովորեցնում, ճակերտավոր ասած։ Ամեն դեպքում մանկավարժությունը, ինչ-որ բան փոխանցելը, դասընթաց կազմակերպել անցկացնել իմ երազանքների շրջանակներում է եղել։ Այսինքն ինչ-որ չափով այն ինչի հետ զբաղվել եք մանկության ընթացքում, հիմա գրեթե նույն բանն եք անում։ Զբաղվածության ճյուղերից մեկը։ Ես կարող եմ ասել, որ ես երջանիկ մարդկանցից մեկն եմ, ով շատ մինչև 100% կարող եմ նույնիսկ ասել, իր երազանքները կարողացել է բավարարել։ Իմ երազանքների մեջ բացի մասնագիտացումից եւ մասնագիտությունից եղել է նաեւ երեխաներ ունենալը, իրենց դաստիարակելը, ես թե սենց շատ հետ եմ նայում, իրական պատրաստված չեմ հարցազրույցին զուգահեռաբար մտածում եմ ինչպիսին եմ եղել։ Մեզ մոտ անկեղծ ֆորմատ է, դրա համար ոչ մեկ նախապես չգիտի, հարցերը։ Դրա համար երևի սենց մի փոքր հետ նայելով կարող եմ ասել, որ այո, Վարդուհի ջան։ Ես իմ մասնագիտությունների միջոցով ինքնաակտուալիզացիայի եկել եմ։ Ես 2 երեխաների մայր եմ, եւ անկեղծ ասած ինձ առանց մոր սոցիալական դերի երբեք չեմ պատկերացրել։ Եվ իմ երազանքների մեջ էր նաև մանկության մի փոքր նյութական երազանք է, բայց մեքենա ունենալը դա էլ ունեմ, այնպես որ երևի թե տենց կոմպոնենտալ, եթե հետ նայենք, ամեն կտորը իրականացվել է։ Լիլիթ ջան, շատ մարդիկ ստանդարտ գտնում են, բարձրագույն կրթություն են ստանում, ինչ որտեղ աշխատում են, ամուսնանում են, երեխաներ ու այդպես ապրում են, ինչը օքեյ է, նորմալ է ու ընդունված տարբերակ է։ Ձեր դեպքում դուք առաջին կրթությամբ լեզվաբան եք, որից հետո մի քանի բարձրագույն մագիստրոսական կոչումներ եք ստացել եւ տարբեր ուղղություններով՝ կոնֆլիկտաբան, հոգեբան, HR-ի մեջ խորացակ, այ ինչն է ներքին են մղումը, որ ստիպում է, որ դուք անընդհատ ոնց որ նոր մասնագիտություն ստանաք, զարգանաք, ինչի եք անում էլի։ Եթե թույլ տաք մի փոքր էլ հետ գնանք մանկություն ու վերադարձ կատարենք, իմ երազանքն էր, որ ես լինեմ բժշկուհի, ինչ որ մի պահի, երբ որ հասկացա, որ մանկավարժությունս ռեալիզացվել է արդեն մանուկ ժամանակ, արդեն եկել էր ընդունման փուլերը, երբ ինձ հարցնում էին ինչու, ես ասում եմ, որ ինձ ասեն Լիլիթ Աշոտովնա։ Դա երազանքի պես էր, հիմա կասեմ, որ դա նույնպես իրականացել է։ Դրանից հետո ուզում էի դառնալ կամ իրավաբան, կամ պատմաբան, որովհետև ես ունեի հիասքանչ հիշողություն, եւ երբ դա ինձ անընդհատ պնդում էին, մտածում էի, որտեղ ինձ պիտի պետք գա սա, ես կգնամ օրենքներ կսովորեմ կամ պատմություն։
ու մայրիկիս կողմից տատիկս, որը ապրում էր Հին Բրյուսովի համալսարանի դիմացը, մի օր տենց նստած ենք բակում երկուսով, մենք շատ հոգևոր կապ ունենք միմյանց հետ, ինձ ասաց Լիլիկ ջան, ինքը ինձ Լիլիկ էր ասում, Լիլիկ ջան, այս համալսարանը կգաս, այստեղ աղջիկները երջանիկ են։ Դա էր պատկերացումներ, որտեղ ինքը շատ հաճախ այդ բակում նստում էր, այդ աղջիկներին նայում էր։ Ու ես շատ կարճ ժամանակահատվածում հայրիկիս ասացի, որ գնալու եմ Բրյուսով եւ անգլերեն լեզուն գիտեի մինուս անվերջության սահմաններում, ոչ թե ինչ-որ բան գիտեի, ոչինչ չգիտեի անգլերեն լեզվից, որովհետեւ ունեինք ուսուցչուհի, ով մեզ 7 տարի, ես 10 տարի եմ սովորել 3-րդ դասարանից ենք անցել, 7 տարի շարունակ ասում էր, թե ոնց իր բախտը բերեց եւ 27 տարեկանում արդեն տունը մնացած լինելով հանդերձ ամուսնացավ։ 7 տարի դա եմ լսել։ Գիտեի միայն այբուբենը եւ դոլը, բոլը, դոգը։ Այդ 3 բառը գիտեի ընդհանրապես։ Հայրիկս ասաց համոզված ես, ասացի, այո, գնացինք մանկավարժի մոտ, ասաց ես նրան չեմ վերցնի, որովհետեւ սա մինուս անվերջություն է, ինչ Բրյուսով։ 10-րդ դասանում է։ 9-րդ դասարանում տարանին, բայց դա մինուս էր արդեն 1.5 սոտ, այսպես ասած։ Ես խոսք տվեցի, որ կհասնեմ եւ ասեմ, որ գերազանց եմ ստացել եւ բանավորը եւ գրավորը։ Բանավորը չեմ ստացել 20, որովհետև ինձ համոզում էին, որ ես ռոմանո գերմանական պիտի դիմեմ, ես էլ նստած ասում եմ, որ դա տատիկիս երազանքն է, պիտի գնամ Բրյուսով։ Ու այսպես ընդունվել եմ Բրյուսով, շատ արագ որոշելով սա։ Բայց քանի որ նաև շատ լավ հայոց լեզվին էի տիրապետում, լեզվաբանությունը ինձ ինչ-որ մի պահից տարավ։ Եվ ես դարձա այն ժամանակ այդպիսի դպրոց չկար, իմ արագ մտքի շնորհիվ, քանի որ պրոցեսները արագ էին տեղ ունենում, դարձա սինխրոն թարգմանիչ։ Շատ երկար ժամանակ եւ գրավոր եւ բանավոր թարգմանություններով եմ զբաղվել, շատ երկար ժամանակ։ Ոնց եղավ, որ ես ձեռք բերեցի հաջորդ մասնագիտությունս, այդտեղ ինձ օգնեց Vivacell ընկերությունը, իմիջիայլոց ես միշտ մեծ ընկերություններում եւ լավ ընկերություններում եմ աշխատել, սկսած ուսանող տարիներից, ես ուսանող տարիներից ի վեր աշխատել եմ։ Vivacell-ում մի օր ինձ հրավիրում են սինխրոն թարգմանության, որովհետեւ գնացած աղջիկը վախից չի կարողանում թարգմանել։ Ես մի քանի օրվա ընդունված աշխատակից եմ։ Իսկ ինչ էիք աշխատում Vivacell-ում։ Թարգմանիչ եմ աշխատել։ Ինձ հրավիրում են թարգմանության տրեյնինգային ծրագրի, որը ամբողջությամբ մարդկային ռեսուրսների մասին է։ Ու ես երբ որ թարգմանում եմ դա, հասկանում եմ, որ ամեն բառի հետ սիրահարվում եմ։ Բայց որպեսզի բոլորին ըստ արժանվույն հիշատակենք, դրանից առաջ Մակի գրասենյակում աշխատում էի Արփի Մելիք-Ադամյանի հետ, որը շատ հայտնի մարդկային ռեսուրսների մասնագետ էր Հայաստանում։ Այս պահին բարեբախտաբար թե ցավոք սրտի աշխատում է Գերմանիայում նույն մասնագիտությամբ եւ իմ սերը դրա նկատմամբ սկսվել էր Արփի միջոցով։ Ու ես կարծում եմ, որ դա անհնարին է այնտեղ հասնելը, դու ինչքան բան պիտի սովորես, որ գնաս այդտեղ։ Ու մի օրվա մեջ որոշում եմ, որ միևնույն է, ես մարդկային ռեսուրսներում պիտի հայտնվեմ։ Աջ ցախ գնում եմ, գալիս եմ, ոչ մի ձև չեմ գտնում ճանապարհ, ադապտատիվ կուրսեր չկան, այնպեսի ինչպեսին տալիս եմ ես եւ դուք Վարդուհի ջան, որպեսզի կարողանանք բերել մարդկանց այդ դաշտ, ու ես մի ողջ համալսարան եմ ավարտում սոցիոլոգիայի կոնֆլիկտաբանության բաժինը, որպեսզի դառնամ մարդկային ռեսուրսների մասնագետ, որից հետո դեռ չավարտած հայտնվում եմ Սիգզագ ընկերությունում, նորաստեղծ ընկերություններ եւ դառնում եմ վերապատրաստումների բաժնի ղեկավար։ Նորաստեղծ բաժիներ։ Նորաստեղծ HR-ական բաժինում այնտեղ լիովին նորաստեղծ ընկերությունն է 18 տարվա ընկերությունն էր, այո, եւ բացարձակապես մարդկային ռեսուրսների կառավարում չունեին։ Հայտնվեցի այդտեղ որպես վերապատրաստումների բաժնի ղեկավար, ես ասենց շեշտեմ, որ ասենց վաու էր ինձ համար, զբաղվելով ամեն ինչով, հավաքագրմամբ, կորպորատիվ մշակույթով, միջոցառումների կազմակերպմամբ եւ այլն եւ այլն։ Դրանից հետո արդեն իմ ճանապարհը այս ոլորտում բավականին ուրույն դիրքավորումներ ստացավ, աշխատեցի ֆինանսատեխնիկական ուղղությամբ, սպասարկման ոլորտում, վաճառքի ոլորտում եւ այլն։ Ու 2020 թվականին ճակատագրական դարաշրջանում մարդկության համար հայտնվեցի ՏՏ ոլորտում, որը լիովին այլ կերպ զարգացրեց իմ մասնագիտությունները եւ երբ աշխատում էի արդեն դատարկ Հայաստան ընկերությունում 22 թվականի վերջ 23-ի սկիզբ ստացա առաջարկ լինել կորպորատիվ հոգեբան, քանզի բարեկեցություն, բարօրություն կոնցեպտի շրջանակներում, որը well-being-ն է եւ շատ հայտնի է այս տերմինով նույնիսկ այլ լեզուներում, ներդրվեց նաև դատարկ Հայաստանում 2020-ից հետո չափազանց շատ էին ստրեսներ մարդկության համար։ COVID-ի հետ կապված։ COVID-ի հետ կապված,
կապված վիրտուալ աշխարհ գնալու, վիրտուալ թիմեր վերա ուղղորդելու, վերակազմակերպելու տեսանկյունից բավականին շատ փափուկ հմտությունների կարիք կար փաստացի եւ շատերը այդ ստրեսականությունը չկարողացան ցուցաբերել։ Դե sense շատ ծանր թվում էր, հա, առաջարկ է սա, ես ասացի, որ իզորու չեմ աշխատել մարդկանց հետ վնասելով նրանց, անկախ նրանից, որ արդեն 10+ տարի մարդկանց հետ է աշխատում։ Եվ հայտնվեցի նորից պետհամալսարանում, իմ երկու մագիստրատուրաները պետհամալսարանից են, կառավարման հոգեբանության բաժնում։ Երևի թե սա իմ կրկին շատ ճիշտ կատարած որոշումն էր, քանի որ ես հասկացա, որ ես 13 տարի շարունակ ուզում էի դառնալ հոգեբան։ Եվ հանուն արդարության ասեմ, 3 անգամ ընդունվել եւ չեմ գնացել։ Մեկ անգամ կառավարման ակադեմիա, մեկ անգամ ազգային ակադեմիա, մեկ անգամ պետհամալսարան։ Երբեք չի եղել, որ ես ինչ-որ բան սկսեմ չավարտեմ, եւ 3 անգամ հասկանում եմ, որ կյանքից փորձառությունը չի բավարարում այնտեղ լինելու համար։ Սա երևի ամենահասուն գիտակցված որոշումն է եղել իմ կյանքի, երբ դու վերջնականապես հասկանում ես, որ դու իսկապես դարձել ես բժիշկ։ Մանկություն հիշում եք, սկիզբը պատմում եմ բժշկի մասին, եւ ինչ որ մի փուլում իմ համագործակցությունների ես համագործակցեցի մի ընկերության հետ, որի ղեկավարը ինձ Լիլիթ Աշոտովնա էր ասում։ Այնպես որ երևի թե կարող եմ ասել եւ բժշկությունը եւ այդ արտահայտումը ինձ վերաբերող բառերը ես լսեցի ամբողջությամբ, ու ասենց համապարփակ երազանքի իրականացում որպես այդպեսին ունեցա։ Ինչ որտեղ նաեւ ուսուցչական հատվածն է, չէ, որովհետեւ եթե մենք հոգեբանությամբ ենք զբաղվում, նաեւ կարծես մարդուն ինչ-որ բան սովորեցնում ենք, չէ, որտեղ շատերը հոգեբանին ընկալում են իբրև խորհուրդ տվող, բայց իրականում հոգեբանը ճիշտ եմ, չէ, ներկայացնում, որ նաև սովորեցնում է, որ մարդը իրեն ավելի լավ ճանաչի։ Համաձայն եմ ձեզ հետ, ես ասեմ, որ հա, մանկավարժական հատվածս նույնպես ռեալիզացված է, ես դասընթացներ եմ վարում տարբեր թեմաներով, ամենամեծ դասընթացս մասնագիտական մարդկային ռեսուրսների կառավարման մասին է, տենց երկարաժամկետ դասընթաց ունեմ, բայց նաև ունեմ կարճ դասընթացներ փափուկ հմտությունների մասին, հա, արդյունավետ հաղորդակցություն, էմոցիոնալ ինտելեկտ, հաղորդակցություն եւ այլն եւ այլն։ Բայց եթե գալիս ենք հոգեբանության հատված, սովորեցնել բառի հետ ես մի քիչ զգուշավոր կլինեի այս բaragայում, քանզի ինչպես եմ ես ընկալում ինձ որպես հոգեբան մասնագետ, երևի թե հենարան մարդ, որը նեցուկ է եւ կանգնում է մի քայլ հետ իր այցելուից, վստահեցնում է այցելուին, որ ձեռքը ետևում է, մոտիվացնում քաջալերում է առաջ քայլելու եւ հավաստիացնում է, որ յուրաքանչյուր անգամ երբ սայթաքում կլինի, ձեռքը կա եւ ամուրը կբռնի եւ կուղի նորից մեջ կը։ Բայց այո, նրանց ուղղորդել սեփական եսը ճանաչել, իսկ դա երևի թե դուք էլ կհամաձայնեք ինձ հետ կրիզիսային, կատաստրոֆիկ կրիզիսային պահանջմունք է դարձել մարդկանց համար եւ հիմա մտավոր հոգեկան առողջության խնդիրներով շատ հաճախ են մարդիկ վերջապես արթնացումներ ունենում եւ հիմնական արթնացման պատճառը դա սեփական եսի ճանաչումն է։ Այս բaragայում այո, օգնում եմ ես սովորեցնել բառուց այստեղ ուսանավում եմ, օգնում եմ մարդկանց առանց շատ մեծ վախերի, որովհետև վախերը այսպես թե այնպես կան, պտտվել դեպի իրենց։ Լիլի ջան, հիմա շատ մոդայիկ է դարձել իրականում այդ ուղղությունը, շատերը ինքնաճանաչման ուղին են բռնել, շատերը դրա մասին խոսում են, ինչի հետ կկապեք այս տենդենսը։ Ես երևի թե մի քիչ հոգեվոր էներգետիկ դաշտ թույլ տամ ինձ գնալ, ժամանակները չափից դուրս ծանր են եւ մի տեսակ sense ձգած ռեզինի պես են եւ մեծ ֆիլտրացիաներ են աշխարհում տեղի ունենում ազգային մակարդակով, մարդկային մակարդակով եւ յուրաքանչյուր փոխհարաբերության մեջ։ Չեմ կարծում, որ մարդկությունը երկար կդիմանա եւ կկարողանա դիմագրավել այս ֆիլտրացիոն հոսքին։ Եվ երևի թե մեզ 90-ականներից սկսած չափից դուրս շատ տարավ արդյունքամետությունը, արևմտյան գաղափարախոսությունը, աշխարհում վազքը եւ մի տեսակ այդ վազքողուց դուրս չենք գալիս դեպի նյութի ետևից վազելով եւ հիմա նույնիսկ ամենահարուստ մարդիկ խորը հոգեվոր կրիզիսի մեջ են։
Երևի թե այս էմոցիոնալ ճգնաժամը եւ աշխարհում գոյություն ունի իսկապես էմոցիոնալ սով, մարդկանց հազիվ կարողացավ հուշել, դեռևս հուշելը չի ստիպել, հուշել մի փոքր կանգ առնել, պտտվել դեպի իրենց։ Ես իմ այցելուների արդյունքների հիման վրա կարող եմ ասել, որ ոչ բոլորն են պտտվում, որովհետև հոգևոր եսի տեսնելու կարիքն ունեն։ Մարդիկ երբեմն գալիս են պտտվելու, որ մի քիչ ավելի շատ նյութ վաստակեն, իհարկե չհասկանալով, որ դա առավել մեծ անդունդ է բացելու։ Ամեն դեպքում իմ համոզմունքն է, որ անկախ նյութական բարիքներից մենք բոլորս մարդ ենք եւ յուրաքանչյուրիս էմոցիա է պետք։ Եվ առանց սեփական եսին ճանաչելու, առանց սեփական ձեռքը բռնելու, դու մեծ բաների երբեք չես կարող հասնել, հա, ասում են ամենալայն ժպտացող մարդիկ ամենադեպրեսիվ անձինք են։ Ես սրա հետ ցավոք սրտի սկսեցի համաձայնել վերջին տարիներին։ Այ հետաքրքիր sense միտք վերցրեցի, այստեղ մենք խոսում ենք ոչ միայն հոգեբանությունից, այլ նաև խոսում ենք մարդու հոգևոր արժեքներից եւ հոգևոր էներգիա, հա, ոնց որ այդ հասկացությունը ասեցիք։ Ինչքանով է այս կրիզիսը հիմա ակտուալ, այսինքն ինչքանով են մարդիկ հերվածել, չասեմ կրոնից, հա, հոգևոր իրենց աշխարհից, որտեղ մարդիկ տարբեր կրոնների, հա, ներկայացուցիչներ են, եւ ինչքանով կարող է հավատքը մարդուն օգնել, որ ինքը ամեն դեպքում այս ծանր ժամանակաշրջանում կարողանա երջանիկ ապրել ներսից եւ ավելի շատ ներսից, ոչ թե դրսից։ Գիտեք Վարդու, ես հոգևոր բառը երբևէ չեմ կապել կրոնի հետ, ես կրոնը ավելի շատ համարում եմ գործիք, դիսցիպլինար կառավարման գործիք, բայց հավատ եւ հավատք բառերը դրանք ավելի խորքային իմաստներ ունեն, եթե որպես լեզվաբան փորձեմ սրան մոտենալ նախ, հետո որպես հոգեբան, մենք բոլորս ձգտում ենք Աստծուն, եկեք ասենք Աստված, ոմանք կարող են ասել գերբնական ուժեր, ոմանք վերին ես, ոմանք տիեզերք, ինչպես կցանկանան, հա, մենք բոլորս ձգտում ենք Աստծուն։ Ինչպես Դոստոևսկու ոճիր եւ պատիժ ստեղծագործության մեջ սպանությունից հետո ես երբեք չեմ մոռանա 20 տարի առաջ կարդացած գիրք է իմ կողմից, բայց վերջում դու հասկանում ես, որ նույնիսկ սպանության արդյունքում մարդը ձգտում է Աստծու։ Ես կարծում եմ, որ մենք բոլորս կարիք ունենք հենարաններ ունենալու, ներքին էմոցիոնալ հենարաններ ունենալու։ Եվ այդ հենարանները հենց այս հավատի հենարաններն են։ Երբ ասում ես ես հավատում եմ քեզ, դու կարող ես, դրա տակ թաքնված է ես ճանաչում եմ քեզ նախադասությունը։ Երբ ասում են հավատա քեզ դու կկարողանաս, դու չես կարող սին մտքի վրա ասել այո Լիլիթ ջան, ես քեզ հավատում եմ, դու կարող ես 4-րդ մագիստրատուրան էլ ավարտել։ Դու պիտի ճանաչես սեփական սահմաններդ, ճանաչես սեփական ստվերային կողմերդ, բոլոր չար կողմերդ, բոլոր բարի թուլություններդ, բոլոր անկարողություններդ, որովհետև դու այդպիսինն ես։ Աստվածաշնչի մեջ երբ հնչում է սիրիր մերձավորիդ, դա երբեք բարեկամի մասին չէ։ Դա սեփական եսի մասին է։ Միգուցե սա ինքնամեկնաբանությունն է, բայց դա սեփական եսի մասին է, հա, երբ ասում են սիրիր մերձավորիդ։ Պարզվում է, սեփական եսին սիրելը առավել բարդ է, քան օրինակ ընկերոջը, երեխային, ծնողին եւ այլն սիրելը, որովհետեւ դու չես կարողանում քո ընկալման աշխարհում չկա այն միտքը, հանկարծ վեր ես թռնում նրանից, որ դու միայն լավը չես, որ դու ունես տարբեր ինքնաեսեր, հա, փոքրիկ այլ անձեր, որոնց իմիջայլոց լրացնել պետք չէ։ Յուրաքանչյուրին պետք է իր աթոռը տալ քո ներսում։ Ոմանց տեղեր այդ թատրոնում երբեմն փոխել, հա, որովհետև ինքն իր տեղը ճանաչող, ինքն իր տեղի համար պայքարող, անզուսպ Լիլիթը միգուցե X իրավիճակում կարիք ունի այդ եսը բերելու պարտեր եւ բարի ու սահմանները հարգող Լիլիթին տանել առաջին բալկոն, որովհետեւ սա այս հատվածում պետք է սեփական շրջանակը, ինչպես ջունգլիներում են գծում կենթանիները միզելով, այնպես էլ մենք ինչ որ բաներ ցուցաբերելով պետք է դա նշենք։ Դրա համար պետք է դնել այդ աթոռները եւ տեղերով այդ եսերին փոխել։ Ոչ մի եսի վերացնել պետք չէ։
Իմ խորին համոզմունքն է, որ Աստվածաշնչում հնչեցված պատվիրանները դրանք մեր ստվերային եսերի ամենավատ կողմերն են։ Դրա համար դրանք վերածվել են պատվիրանների, որպեսզի մենք չշնանանք, մենք չսպանենք, մենք չլինենք որկրամոլ, որ մենք լինենք առավել ռուշկալ եւ այլն, որտեղ դրանք բոլորը ամենակործանարար եսերն են, բայց մենք բոլորս ունենք, մենք բոլորս ունակ ենք մարդ սպանելու, մենք բոլորս ունակ ենք չար լինելու, մենք բոլորս ունակ ենք քննադատ լինելու, առավել գիտակից մոտեցումն է մեզ թույլ տալիս ճանաչել իմ եւ աշխարհի սահմանները, ընդունել այս տեսակի եսերը եւ ետքայլ անել հարգելով սեփական անձը, որտեղ մեր ինքնադրսևորումները երբեք արտաքին աշխարհի մասին Մի շատ սիրելի օրինակ ունեմ, երբ որ մարադյոր բառը չգիտեմ հայերեն կարող է ինձ օգնեք երբ որ օրինակ ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակ է, պատերազմ կամ երկրաշարժ ու ինչ-որ օրինակ խանութի ոսկեղեն փողոցում թափված են լինում, շատ մարդիկ գնում են այդ ոսկիները վերցնում են, չնայած դա իրենցը չի Ես կարծում եմ, որ այս մարդիկ շատ ավելի վատն են, քան են գողերը, ովքեր գիտակցական գնում են եւ տուն են թալանում։ Այսինքն այս մարդկանց ներսում կա այդ ցանկությունը գողություն անելու, բայց իրենք չունեն այդ համարձակությունը իրենց գող անվանելու եւ գողությամբ զբաղվելու։ Ինչ է կարծում, միտքս մոտ է ձեր ասած մտքերին։ Բավականին, որովհետեւ ես սպասում եմ ուղակի հաջող պահի, որ դուք ընկնեք, ես կամ խփեմ ձեզ, բայց իմ ռիսկը չի հերիքում, ես չունեմ այդ խիզախությունը ներքին, որ կամ ասեմ Վարդուհի ջան, ես այլևս չեմ ուզում, որ դուք լինեք իմ կյանքում։ Ես սպասում եմ դուք ընկնեք, մի հատ էլ ես կամ խփեմ, հույս ունենալով, որ աչքերը չեք բացի, ինձ չեք տեսնի։ Ինձ միեցի հարց է հետաքրքիր, ես իմ կյանքում շատ տարբեր մարդկանց եմ հանդիպել, բայց երևի թե կարող եմ ասել, որ իմ բոլոր հանդիպած մարդկանցից ամենագեղեցիկ լեզուն եւ խոսքը դուք ունեք, Լիլիթ ջան։ Ոնց կարելի է սովորել այդքան գեղեցիկ խոսել, այդքան սահուն խոսել ու մտքերը տենց հարթ արտահայտել, որտեղ շատ խելացի մարդիկ կան, որոնք ունեն արտահայտման խնդիր։ Նախ եւ առաջ հաղորդակցման փափուկ հմտությունը ամենամեծ հմտությունն է, որը պակասում է մարդկանց, քանզի միամտաբար մարդիկ կարծում են, որ հաղորդակցվել նշանակում է խոսել իմանալ։ Պետք է ներս նայել հասկանալ, թե արդյոք ունեք այս փափուկ հմտությունը, թե կցանկանաք այն զարգացնել եւ հատուկ դրա վրա աշխատել։ Ամեն դեպքում հին կհնչի ասածս, բայց գիրք կարդալը դեռևս եւ մշտապես նորաձև է, անկախ թե ինչ է պնդում կառավարությունը, որ ուսանելը, սովորելը նորաձև է, դա միշտ է նորաձև եղել։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդ պետք է ժամանակ ծախսի առակներ կարդալու վրա։ Մասնավորապես մարդկային ռեսուրսների մասնագետը եւ հոգեբանը պարտավոր են առակներ կարդալ։ Պետք է շատ շփվել, լսել, եթե օտար լեզու եք սովորում, ապա պիտի միշտ բառարանով սովորեք, դրանք պետք է դուրս գրվեն ու կապ չունի, դուք աբիտուրիենտ եք, դիմորդ եք, դրա համար եք սովորում լեզուն, թե 42, 3, 4, 5 տարեկանում նստած պոդկաստ եք նայում անգլերեն լեզվով եւ ինչ-որ բառեր չեք հասկանում, հատուկ բառարան է պետք պահել։ Յուրաքանչյուր բան, ինչին տրվում է դիսցիպլինար հետևողականություն, դրանում միշտ լինում է հաջողություն, բայց իրականում ես հատուկ ձգտում միշտ եմ ունեցել վարժ տիրապետելու հայոց լեզվին, քանզի երբ մարդիկ ասում են մենք հայրենասեր ենք, պայքարում ենք եւ այլն, բայց չեն կարողանում սեփական լեզուն պահպանել, ես այդ մարդկանց չեմ կարողանում հասկանալ։ 1915 թվականի ցեղասպանության ժամանակից մազապուրծ են եղել մարդիկ իրենց հետ տանելով մատենադարանը մեզ վկահա, տանելով գրքեր։ Քանի որ զբանս հանճարոյ եթե կարճ փորձենք ասել, լեզուն, լեզվամտածողությունը ինքնադրսևորման, ինքնաարտահայտման հզոր գործիք է։ Կապ չունի դուք ինչ արտահագուստ եք կրում, ինչ թանկարժեք մեքենա եք վարում, որքան գումար կա ձեր հաշիվների վրա, կամ որ բրենդի կոշիկներն եք կրում։ Եթե դուք չունեք խոսելու ունակություն, արտահայտվելու ունակություն, ձեր ներքին եսը ցուցադրելու ունակություն, դուք չափազանց աղքատ մարդիկ եք։ Սա իմ կարծիքն է եւ ես ձգտում ունեմ նաեւ, որպեսզի իմ երեխաները
երեխաները կարողանան հայոց լեզվով ինքնաարտահայտվել։ Մոդայիկ է կարծես թե օտար լեզուները, բայց ես որպես լեզվաբան կարծում եմ սեփական լեզուն կրել չկարողացող մարդը ոչ մի արժեք չունի, երբ գիտի հազարավոր այլ օտար լեզուներ, չնայած ինչպես ասում են, որքան լեզու գիտես, այնքան մարդ ես։ Իսկ օրինակ նույն միտքը տարբեր լեզուներով արտահայտելիս ներքին զգացողությունը տարբեր է։ Միշտ։ Եվ պատասխանատվությունն է տարբեր։ Շատ հետաքրքիր է։ Ուրեմն ես աշխատում եմ 3 լեզուներով եւ որպես մարդկային ռեսուրսների մասնագետ եւ որպես հոգեբան ես աշխատում եմ անգլերեն, ռուսերեն եւ հայերեն լեզուներով։ Յուրաքանչյուր անգամ ես օրվա կտրվածքով 3 լեզվով էլ հաղորդակցվում եմ։ Յուրաքանչյուր անգամ ես ինձ բռնացնում եմ այն փաստի վրա, եւ երբ ես մայրենի լեզվով եմ խոսում, ես ունեմ խորքային պատասխանատվություն, խորքային, ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի ես հատնտիր ընտրություն կատարեմ խոսքիս մեջ։ Երբ օտար լեզուներով եմ խոսում, կարծես պատասխանատվությունս մի փոքր հետ է գնում եւ լարվածության առաջին դիրքում այն է, որպեսզի ես կարողանամ առավել առանց ակցենտի եւ առավել գրագետ արտահայտվել։ Եվ մյուս պատասխանատվությունս մի փոքր հետ է։ Զուգահեռաբար ինձ համար ես կարող եմ ասել, որ էմոցիոնալ ներգրավվածությունն է այլ։ Ես կարող եմ անգլերեն լեզվով շատ հեշտ ասել ես քեզ սիրում եմ։ Ես կարող եմ անգլերեն լեզվով շատ հեշտ ասել որևէ հայհոյանք։ Ես ուզում ասել հայհոյանքը հեշտ է, չէ՞, օտար լեզվով։ Քանզի ես էմոցիոնալ ներգրավվածություն եւ պատասխանատվություն կարծես չեմ կրում։ Բայց երբ ես հայոց լեզվով եմ ասում ես քեզ սիրում եմ, չգիտեմ ինչպես է ստացվում, ոնց որ երկու սվիններով ինչ որ երկու մարդիկ պատասխանատու կերպով կողքս կանգնեն, ովքեր ոնց որ պահապան լինեն իմ զգացմունքին, ու մենք տենց պահապան կերպով վերաբերվենք երեքով արդեն այն նրան, որ ես սիրում եմ։ Լիլի ջան, բալիկներից խոսեցինք, մեր հաղորդումը կամաց մոտենում է իր ավարտին, բայց ինձ համար շատ կարևոր է, որ մենք այս թեման զարգացնենք։ Ինչ են հիմնարար կարևոր կետերն, որ փոխանցում եք ձեր բալիկներին դաստիարակության ընթացքում, եթե իհարկե հնարավոր է այդպես սահմանել, էլի ամփոփել։ Դե ամեն դեպքում գենը առաջնային կետում է եւ մենք գենի մեջ շատ բան չենք կարողանում փոխել, դրա համար երևի թե նախորոք մտածեք ումից եք երեխա ունենում, սա շատ կարևոր փաստ է։ Ես գենը շատ եմ կարևորում, երկրորդ տեղում իհարկե դաստիարակությունն է եւ սոցիալական միջավայրը ինձ համար, սա իմ կրիտերիաներն են։ Ինձ համար չափազանց կարևոր է, որպեսզի իմ երեխաները ունենան պատասխանատվություն սեփական կյանքի նկատմամբ։ Ես սեփական կյանքի վատնումը չափազանց ցավոտ եմ տանում։ Այո։ Եվ ինձ համար կարևոր է, որպեսզի իմ երեխաները պատասխանատվություն եւ դիսցիպլինա ունենան։ Կարևոր է նաև հայոց լեզուն, կարևոր է ունակությունը ընկերություն անելու եւ ինձ համար ամենակարևոր կետերից է այն փաստը, որ ես կարողանամ իմ երեխաներին ինքնուրույնություն փոխանցեմ։ Մշտապես հիշելով, որ ես ընդմիշտ չեմ նրանց կյանքում, ոչ ֆիզիկապես, ոչ հոգեպես, որ մի օր մեր ճանապարհները կարող են բաժանվել, մենք մնալու ենք հոգեպես կապված, բայց բաժանվելու ենք ամեն մեկս ունենալով սեփական կյանքը եւ ինձ համար կարեւոր է որպեսի մասնավորապես տղամարդկանց ենք մենք տենց մեծացնում որպեսի իմ արական սեռի երեխան լինի շատ սեպարացված որպեսի եթե չգիտեմ մայրը քաղաքում չէ կամ Աստված ոչ արածցե բայց սա կյանք է չկա գոյություն չունի մահացել է երեխաներս կարողանան ոտքի վրա կանգնել կարողանան հասկանալ ինչպես սեփական կյանքը իրենց ձեռքերում վերցնեն ինչպես դնեն կարևորությունների աստիճաններ իրենց տարատեսակ հանձնառությունների մեջ կյանքի եւ ինչպիսի արժեքներ պիտի հավաքագրեն որպեսզի փոխանցեն իրենց հաջորդ սերնդին Եվ իմ որդուն ես մեծացնում եմ այն մտքով, որ ինքը պատասխանատվություն պիտի կրի իր հաջորդ ընտանիքի համար։ Իմ որդին 8 տարեկան է եւ ինքը գիտի, որ 18-ում մենք պիտի խոսենք միասին բաժանվելու մասին, որ
շատ շուտ սկսի աշխատել, որ ինքը պիտի կարողանա ունենալ նյութական հենարաններ, որպեսզի պահի իր ընտանիքին, սա 8 տարեկան որդից գիտի, հա, նենց նուրբ խոսակցությունների միջոցով դա իրեն փոխանցվում է։ Իսկ դուստրս կարծես թե իր տեսակն է այդպիսին, ինքը շատ աղջիկ է ծնվել, ոչ մեկ իրեն այդպես հատուկ չի դաստիարակել, բայց ինքը ներքին ձգտում ունի, որ այո, ինքը պիտի լինի մայր, եւ այս փաստն ինձ համար շատ կարևոր է, առավելապես 21-րդ դարում, երբ ընտանիքի ինստիտուտը լիովին ջախջախվում է։ Մոդայիկ չի, հա, մոդայիկ չի այլևս ընտանիք ունենալը, որ շատ մոդայիկ է երեխայազերծ հասարակություն ունենալը, child free լինելը, եւ առավել քիչ պատասխանատվություններ կրելը։ Ես անպայման ուզում նշել, որ նաև ձեր երեխաներին հատուկ են երեխաներից են, որ գադջեթների վրա մեծացած չեն, հա, որովհետև բայց ցավոք սրտի ունեն։ Հա, բայց ամեն դեպքում շատ դժվար է այս արագ կյանքի մեջ, երբ որ իսկապես մայրը զբաղված է, 1000 գործ է անում, մի հատ էլ հələ երեխային գադջետ չտա, որովհետև գադջեթը լուծում է, հա, երեխան նայում է ու տենց մեծանում է, եւ դա էլ ինձ համար օրինակ է, հա։ Ցավոք սրտի չեմ կարող գլուխ գովել, որ իմ երեխաները դրանից չեն օգտվում, իրենք եւ հեռախոս ունեն եւ պլանշետներ, բայց ուզում եմ այստեղ դուք ասացիք հավելեմ, որ ինձ համար շատ կարեւոր է իրենց բնության հետ շփումը։ Յուրաքանչյուր անգամ, երբ մենք հնարավորություն ունենք, ապա գնում ենք քաղաքից դուրս, կամ իրենք գնում են պապիկի տուն, որը կրկին գյուղում է գտնվում, զբաղվելու, մոտ լինելու բնությանը, եւ իմ երեխաները բակիչնող երեխաներ են, ինքնուրույն բակիչնող երեխաներ են։ Այդ մի բանը շատ լավ է Հայաստանում, որ պահպանվել է, չէ, երեխաների բակում խաղալու մշակույթը։ Շնորհակալ եմ Լիլիթ ջան, անչափ հետաքրքիր զրույցի համար, հուսով եմ էլի առիթներ կլինեն այսպես շփվելու, որովհետև այն գիտելիքը, էներգիան, այն ամեն ինչը որ կա, որ կարելի է փոխանցել մարդկանց, ակնհայտ է, որ ձեր մեջ կա, ձեր գործերին հաջողություն եմ մաղթում, հուսով եմ էլի կհանդիպենք։ Ես էլ եմ շատ շնորհակալ հետաքրքիր զրույցի համար, նույնիսկ չնկատեցի ինչպես ժամանակն անցավ, իրականում թվում է թե անդադ ինչ որ բան ունես ասելու։ Հույս ունենանք, որ ինչ որ մեկի կյանքում մեր խոսակցությունը ընդհանրապես միտք կճառագեցնի եւ ինքը կփորձի դեպի սեփական եսը պատտվել եւ վերանայել սեփական կյանքը։ Սա իմ առաքելություններից մեկն է եւ ես դրան շատ լուրջ եմ վերաբերվում։ Ընդհանրապես դրթել հուշել մարդուն 1 րոպե վերցնել դադար եւ վերանայել սեփական կյանքը։ Շատ շնորհակալ եմ ձեզ շատ հաջողություններ եմ մաղթում եւ միշտ հետաքրքիր զրույցներին անհամբերությամբ սպասում եմ։ Շնորհակալություն եւս մեկ անգամ։ Դուք լսում եւ դիտում եք Գործագործ հաղորդաշարը։